Շատ երկար է, ես քեզ ասում եմ, լակոտիկ, Բելարուսից վզից բռնած բերելու եք։ Երբեք ու երբեք ընտանիք, երեխա, ծնող, մայր։ Լակոտ չես պախտելու ոչ մի տեղ։ Հերդ էլ քեզ չի փրկելու, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու։ Հիմա ինչ անենք, քոչենք ստղից, թե քոչացնենք ինչ որ մեկին։ Քարոզարշավն է, թափ է հավաքում, մեղադրանքները սաստկանում են և կրքերը թեժանում։ Երազանքս երկրորդ անգամ կատարվում, նկատում եմ երկրորդ անգամ պարոն վարչապետ կալյաց ես գրկել։ Մերժեմ ջանի։ Վարչապետ Փաշինյանն այսօր իր նախկին թաղում, Շենգավիթում էր։ Տեղում վարչապետն ինքը հիշեցրեց թոշակ, առողջապահություն և 9 ամսական խաղաղություն, որին ըստ Փաշինյանի ժողովուրդը պիտի տեր կանգնի, ինչպես նորածին երեխայի։ Իր երեխաների հորից գերության մեջ գտնվող ամուսնուց էր հարցնում այս կինը։ Զրույցի սկիզբը լսելի չէր, վերջն այսպիսին էր։ Ես ներողություն եմ։ Որ այդ մարդը գնալով ավելի վատա։ Ես ներողություն եմ խնդրում նաև նրա համար, որ այս պայն բացի ներողություն խնդրելուց ուրիշ բան չեմ կարող ասել։ Վարչապետին այս տղամարդը խնդրում էր Արցախի ու զինվորների կորստից հետո հեռանալ։ Եվ այն, որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ասում եք, այդ նշանակում է, որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն, որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Բռնի կեշպով ամուսնու սկանդալները հագցրեցին եւ տանում են։ Այս ամենից քիչ հեռու ձեռնաշղթաներով տանում էին մեկ այլ քաղաքացու իր վանկարկումների համար։ Իգոր դավաճան։ Նմանատիպ մեղադրանքներին Փաշինյանի արձագանքն էր։ Հայաստանը կորցնում ենք, իմ խնդիրն է եղել Հայաստանը պահել եւ կայացնել որպես պետություն։ Մալաթիա Սեբաստիայում վարչապետին ու նրա սրտիկներին չէր հավատում Քոչարյանը։ Ինչ ես անում, եթե մեկին իսկապես սիրում ես։ Անում ես ամեն ինչ այդ մարդուն վտանգի տակ չդնելու համար։ Տավուշում ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանը չէր հավատում իր ձևակերպմամբ առանց երաշխավորների խաղաղությանը։ Ես թուրքերին չեմ վստահում։ Նորից Շենգավիթում, բայց արդեն Ծառուկյանը կրթությունից էր խոսում։ Հարկավոր է, որ Բոլոնիայի ծրագիրը չեղյալ համարել։ Խոստանում Հիսուսի արձանը միլիարդներ է բերելու, իսկ թե իր թիմն ընտրվի, պարտք ու վարկ ներվելու են։ Բոլորը դել հարստանալու եք։ Քաղցր ու համարյա դրախտ հիշեցնող խոստումներով քարոզարշավի 5-րդ օրն էր, այսպիսի 23 օր դեռ կա։